Սկսեմ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ամենայն դեպս հանրապետություն կուսակցության տեսակետից եւ անձամբ իմ տեսակետից Մոսկվա չպիտի գնա։ Ինչ են մտածում մյուսները, այդ ռակուրսը հասկանալու կամ ինչու են այդպես մտածում, հասկանալու համար պետք է նայենք, թե ով ինչ է ասում, ով որտեղ է տեսնում Հայաստանը եւ բնականաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Անդրադառնալով օրվա թեմային, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վաղը լիներ Վատիկանում, որտեղ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության տխուր արարողությանը հավաքվելու է համաշխարհային էլիտան։ Եվ որքանով էլ որ հուղարկավորությունը իսկապես տխուր առիթ է, որևէ մեկի համար վաղուց գաղտնիք չի, որ նման առիթները պարբերաբար համաշխարհային առաջնորդները օգտագործում են քաղաքական խնդիրներ քննարկելու համար։ Եվ եթե նայենք ովքեր են այնտեղ լինելու 50 պետությունների ղեկավարներ, այդ թվում ՄԻԱՀԿ, Մինսկի խմբի անդամներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եւ Ֆրանսիայի նախագահը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը ճիշտ չէր անի, եթե Էստոնիա Տալին գնալու փոխարեն գնար Հռոմ, գնար Վատիկան։ Միգուցե չեն հրավիրել։ Հրավեր հողել է բոլորին, այդտեղ հրավիրել չհրավիրել, ըստ արարողակարգի նման խնդիր չկա։ Հայաստանի Հանրապետությունն այնտեղ ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Հայաստան Հայրապետը։ Այսինքն չհրավիրելու խնդիր չկա, հրավիրել են։ Հրավիրվողներն են ընտրել, ով կներկայացնի։ Դա է խնդիրը։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր կարող է լինել թե Հայաստանի Հանրապետության համար, թե տարածաշրջանի համար, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը ճիշտ կողմնորոշումներ վերջապես որդեգրի եւ հասկանա աշխարհաքաղաքականությունը որտեղ ինչպես է խմորվում, որոշումներ ընդունվում ու այնտեղ լինի։ Ոչ թե ասենք մայիսի 9-ին Կարմիր հրապարակում։ Բայց փորձենք այնուամենայնիվ փակել նաև մայիսի 9-ի թեման։ Եթե հիշում եք 1945 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը շատ հետաքրքիր գնահատական տվեց։ Այսօրվա հակաֆաշիստները դառնալու են վաղվա ֆաշիստները։ Առաջին հայացքից գուցե բացարձակապես անտրամաբանական է, բայց եթե նայում ենք 2025 բացարձակապես ճշգրիտ գնահատական է եւ Չերչիլը երևի թե մարգարեացել էր իր այդ գնահատականով։ Ովքեր են այսօր հավաքվելու մայիսի 9-ին Մոսկվայում։ Միանգամայն համաձայն են պարոն Արզումանյանի հետ առայն, որ այնտեղ հավաքվելու են թերևս վերջին շրջանի բռնապետները։ Աշխարհաքաղաքական առումով թե ինչ հավաքվելու են նրանք, ովքեր իրենց քաղաքական համակարգում հերքում են ժողովրդավարությունը եւ դեմ են ժողովրդավարության որևէ դրսևորման։ Հետևաբար հարց է առաջանում, ինչ գործ ունի այնտեղ Նիկոլ Փաշինյանը, եթե նույնիսկ, որը բացարձակապես անհնար է, եթե նույնիսկ փորձենք մոռանալ ինչ կատարվեց Արցախում կամ 2020-ի պատերազմը։ Կամ այն, թե ինչպես է իրեն պահում ՀԱՊԿ առ այսօր։ Հիշեցնեմ, որ 3 ցեղասպանության 110-ամյակի օրը ՀԱՊԿ-ի ցանկարծ գնահատական հնչեցրին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել։ Կարծես ինչ-որ մեկը հարցրել էր Հայաստան դուրս է եկել։ Դե իրենք հարցը իրենք տալիս են ձևակերպում են, իրենք պատասխանում են։ Դա սովորական գործելավոճ է։ Եկեք նաև հարցը քննարկենք փոքր ինչ այլ դիտանկյունից։ Իսկ ինչ է ուզում Ռուսաստանը։ Ռուսաստանը միանշանակ ուզում է, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ եւ երբևէ չկարգավորվեն։ Ռուսաստանը նաև ուզում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի որևէ կերպ չկնքում։ Իսկ եթե հանկարծ ինչ-որ ճնշումների տակ եւ այլ գնանք կնքում իր տարածքում։ Այնտեղ է լինելու նաև Իլհամ Հեյդարովիչ Ալիևը։ Այսինքն հերթական անգամ շատ հնարավոր է եւ Լավրովը, Պուտինը, Խմբակը հայտնի փորձի խաղաղության համաձայնագրի կնքման ինչ-որ բանակցություններ, պայմանավորվածություններ եւ այլն պարտադրել Նիկոլ Փաշինյանին։ Պետք է դա մեզ պետք է ընդհանրապես եթե խաղաղության համաձայնագիր կնքվում է, կնքվի Ռուսաստանի Դաշնությունում։ Ես կարծում եմ, որ դա
ուղղակի արգելված է Հայաստանի Հանրապետության վարչապետի պարագայում, որովհետև եթե նման բան ընդհանրապես տեղի ունենա, ընդհանրապես ասում եմ հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը, դեռ այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հանդիպմանը, որ սահմանադրության փոփոխությունը մնում է նախապայման խաղաղության համաձայնագրի կնքման, եւ այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, դա լինելու է նոյեմբերի 2-րդ նոյեմբերի 9-ը Հայաստանի Հանրապետության համար։ Հաշվի առնում է Նիկոլ Փաշինյանը այս հանգամանքները։ Ես կարծում եմ, որ պարտավոր է հաշվի առնել։